Առաջի Կորինթացի 12-րդ գլուխ։ Եղբայր, չեմ կամենում, որ չգիտնաք։ Դու գիտեք, թե երբ որ հեթանոս եք, անձայն կուռքերի մոտ էիք տարվում, ինչպես որ առաջնորդվում եք, նրա համար հայտնում եմ ձեզ, որ ոչ ով չկա Աստծո հոգով խոսող, որ Հիսուսին նզովյալ ասե։ Եվ ոչ ով չկա Հիսուսին Տեր ասել, Հիսուսին Տեր ասի, եւ ոչ ով կարող չէ Հիսուսին Տեր ասի, եթե ոչ հոգով սրբո։ Պարգևները զանազան են, բայց հոգին նույնն է։ Եվ պաշտոնները զանազան են, բայց Տերը նույնն է։ Ներգործությունները զանազան են, բայց Աստված նույնն է, որ ամենը ամենքի մեջ ներգործում է, բայց ամեն մեկին տրված է հոգու հայտնություն օգտի համար։ Հոգու հայտնություն, խոսքը, որը բացվում է, հայտնություն, որտեղ մեկին հոգուց տրված է իմաստության խոսք, դրանք խոսքի պարգևներ են, ուրիշին գիտության խոսք, նույն հոգու չափով, սրանք պարգևներն են, որ Աստծո հոգին երբ որ մարդու մեջ գալիս է եւ մարդը այդ պարգևներն օգտագործում է։ Պարգևները դրանք ոնց որ մեր մարմինն է, դրանք մարմնի անդամներն են, դրանք հեշտացնում են գործը, որովհետեւ երբ որ դու ծառավ ես, եթե դու ծառավ ես, դու ինչ ես անում։ Դու չես գնում շուրթերդ մտցնում բաժակի մեջ, դու ձեռ ունես, դա Աստծուց պարգև է։ Դու ձեռքով վեստում ես բաժակը եւ ինչ ես անում, խմում ես ջուրը։ Երբ որ եկեղեցուն պետք է խոսք հայտնության, ասում է իմաստության խոսք, գիտության խոսք, ուրիշին գիտության խոսք, մյուսին հավատք նույն հոգուց։ Եվ իմաստության խոսքը, գիտության խոսքը, հայտնությունը, դրանք խոսքի պարգևներն են, որոնք Աստված օգտագործում է եկեղեցին կերակրելու համար, եկեղեցուն իր խոսքը փոխանցելու համար, ինչի համար, որ եկեղեցու ժողովուրդը գիտություն ունենա, հավատք ունենա, ինչ որ անում է, դրա հետևը հավատք լինի, իսկ հավատքի հետևը գիտությունը, հավատք առանց խոսքի չի կարող լինել, որտեղ հավատքը լսելուց է, լսելն Աստծո խոսքից է։ Հիմա, եթե մենք եկեղեցում կարիք ունենք մեկի համար աղոթենք, որ բժշկվի, մեկը հիվանդ է, ինքը կարիք ունի բժշկվելու, մենք ինչ ենք անում, ասում ենք գնայես դեղը խմի, մենք չենք առարկում ավանդական բժշկությունը, բայց մենք ասում ենք, որ Տերը հրաշք անի, եւ մենք ինչ ենք անում, մենք ձեռքերս դնում ենք եւ աղոթում ենք, եւ հավատում ենք հրաշագործությունների ու բժշկության պարգևի։ Հասկանում ես, դու օգտագործում ես պարգևը, իսկ Սուրբ Հոգին իրականացնում է այդ պարգևի նշանակությունը։